Ֆուտբոլիստների Մարկոսը շարժվում է առաջ, փոխանցում Մովսիսյանին, Մովսիսյանը հարվածային դիրքում է եւ փրկների ընթացքում այս 6 րոպեների ընթացքում կրկնապատկերը տեսնում եք եւ դաշտի տերերը, բայց հիմա տեսնում եք փորձում են սրել իրավիճակը։ Յայիչ, ինչպիսի վտանգավոր պահ էր մեր թիմի դարպասի մոտ եւ ամեն ինչ բարի։ Ահա կրկնապատկերը տեսեք։ Ոչ, դեպի դարպասը շատ վտանգավոր պահ էր մեր թիմի դարպասի մոտ, դարպասաձողը օգնության հասավ, իսկ սա Մարկոս Պիզելի եւ մի փոքր ուշացրեց, երկրորդ փորձից հարվածում է դարպասին։ Դակը գալիս է դեպի Միտրովիչը, հետ փոխանցում։ Եվ տեսեք ինչ վտանգավոր փոխանցումներ է հետևում ձախ կողմից։ Օյանը իդեպ 3 նա նախախաղային մարզման ժամանակ թեթև վնասվածք ստացավ, բայց շատ ակտիվ է, շատ ակտիվ է ձախ եզրը եւ գնդակը։ Տեսնենք կրկնապատկերը, նորից ձախ եզրից հետևում է փոխանցում եւ այստեղ Ժիվկովիչն էր, թե ինքնագոլ էր, մեկ անգամ եւս տեսնենք։ Մարզավիճակ է ձեռք բերել Մարկոս եւ հարված մի փոքր շեղուց սարսափելի են մրցակցի համար։ Հա տեսեք, հարմարացրեց ձախ ոտքին գնդակը եւ բավականին լավ դիրք ընդունեց, ուղղակի մի փոքր աջակցել Մխիթարյանը բավականին ռիսկային գործեց եւ լապկը հա կրկնապատկերը սա այն պահն է արդեն երբ տեսնում եք իր թիմին ուղղակի տանում է առաջ եւ հարված դարպասին Կասպարովը ուրցանեցին դաշտի սահմաններից։ Ակտիվ է, վտանգավոր դրություն է մեր թիմի դարպասի մոտ։ Եվ Կասպարովը փրկում է դրությունը։ Ադեմ Լյայիչը, ահա տեսեք։ Խառնաշփոթ ստեղծեցին դաշտի տերերը մեր թիմի տուգանակ կողմից, հարվածել էին Մխիթարյանի ոտքին եւ տեսեք, Մխիթարյանը ընկել է, բայց ոչ մի կերպ դաշտի տերերը չեն դադարեցնում հանդիպումը։ Իսկ Կասպարովը նկարտես բանը տեղի չունեցավ, միայն գոլից հետո տեսեք մեր կրկնապատկերն եք դուք տեսնում, իսկ ես նայում եմ դաշտի աջ կիսադաշտում բժիշկները արդեն օգնություն են ցույց տալիս Հենրիկ Մխիթարյանին։ Այստեղ Կասպարովը իրավիճակը փրկեց, հանդես է գալիս Ֆրանսիայի Թուլուզում, անկյունայինը իրացնում է Կոլարովը եւ շատ վտանգ նրան ձեր էկրանին, շատ վտանգավոր տեսեք մոտ UEFA-ն որոշում կայացրեց անցկացնել առանց հանդիսատեսի։ Նկոյանը գնդակը ուղարկում է, դարպասը շատ վտանգովիչը գնդակը ուղարկեց անկյունային։ Հա տեսեք կրկնապատկերը։ Մի կերպ ուղարկեն էր Կոլարովը նորից գնդակը ուղարկում է տուգանային, հրապարակ հարված եւ ստացել Գայլ Անտոնյանը, բայց պետք է ավարտել հանդիպումը։ Ստոյկովիչը արագ են անցել միջին գիծը մեր ֆուտբոլիստները, հարված եւս մի քանի